կարելի է փորձագետն է Չէ, շնորհակալ ներկայացուցիչ չի կարող։ Դուք փորձագետ եք, Շմաչ փորձագետ։ ուրիշ բան, թե չէ, շմագինը հաջորդ փորի պետք է։ Այո, առաջին։ Նախարարությունից հա երկրորդ։ Ասի շատ ներից եք, Չէ։ Հիմա տեսեք, ինչ որ կան նմանատիպ հարցեր, որ շրջակա միջավայրի հետ կապված են կարող ենք հիմա քննարկել, սակայն բուն թվային տարբերակով արդեն թվերով որպեսզի կարողանանք արդեն զրուցել, դա արդեն երկրորդ համային քննարկում, որը փորձագետի արդեն ձերանշած փորձագետի ներկայությամբ արդեն։ Իսկ հակցիկնում գնել եք օդի արծաթը ոչ մի բան չկա։ Մենակ ինքը կլանում է օդից, հա, Ջանքելու ընթացքում կոշի առաջանալու իրան մեջ պարփակվել։ ինքը հետո վենտիլատորով քաշել ենք, պոտոտել ենք, որի վերեք Կոշին է զունգն է։ Հա, Քանի որ մեզ միկրոն է պետք, Հակցիկ։ Դե իհարկե արտադրամասը կունենա օդափոխման ամեն ինչը հանգեցած պայմաններով աշխատողներ ունեցած համար, բայց բուն արտադրական պրոցեսը չունենք։ Ահմուկը մեկ է կարող է շրջատել, չնայած ծերվի արտադրական զոնայում է, դες չի կամ կարելի։ ես նշեցի, որ մենք կոնկրետ մանրացման արտադրամասը կծածկենք սենդվիչ մատերիալով, որը որ կկլանի տա։ Քանի ժամի աշխատանք է նախատեսվում։ 24 ժամի աշխատանք է։ Անընդհատ պրոցես է։ Իսկ որ ժամի կառուցումը ինչքան ժամանակ է պահանջելու։ Եթե օրինակ անցնենք Ջերմային մշակում է։ Տակնիկով 6 ամիս մոտավորապես ու տեսեք սարքավորների պատվիրելուց հետո մինչև 9 ամսվա ընթացքում կսկսվի մատակարարումը։ Մենք նախատեսում ենք ունենալ 8 հոսքագիծ, միաժամանակ 8-ը տեղադրելը մի քիչ տրամաբանական չի ու ճիշտ չի լինի աշխատանքի կազմակերպման տեսակետից։ Մենք աստիճանաբար մեր վերջնական նպատակի համար պրոյեկտը ու տեղադրելու ենք 8 հոսքագիծ։ Յուրաքանչյուր հոսքագծի արտադրողականությունը 1 ժամում 1 տնային։ Այսինքն օրական ամեն հոսքագիծ 24 տոննա արտադրական։ Դա հաշվառելով կարելի է հանգիստ կառավարել անհրաժեշտ հումքի քանակը, որը որ օրական մոտավորապես 200 8 անգամ 100 մոտավորապես 150-200 հարմար տրավերտին դա խոսքը վերաբերվում է թափոնների։ Ես սկսեցի չավարտեցի, ես ուզեի տնտեսական արդյունավետության մասին պրոյեկտի ներկայացնել։ Տեսեք, Հայաստանն ինքը թույլ ներկերով պետություն է, մենք թույլ թափորոշ ենք արտադրում լինելով սակավ անտառներով պետություն։ Հիմա դեպքի ներմուծումը որոշ չափով մենք կնվազեցնենք և կավելացնենք արտահանումը։ Հաստացի թափոնը կդառնա պատրաստական, որի արդյունքում Հայաստանի համախառն ներքին արդյունքը տարեկան կտրվածքով կունենա մոտավորապես 55-60 միլիոն դոլարի աճ, որի մոտավորապես 70%-ը կարտահանվի։ Դա եւ երկրի համար որպես արժութային ներկրման պոտենցիալ է, աշխատատեղերը իր հերթին, ընկերությունը տարեկան կտրվածքով առավելագույն զորության պայմաններում մոտավորապես 4.5 միլիոն դոլարի համարժեք հարկային վճարումներ պիտի իրականացնի, պատրաստ է արտադրանք արտադրելու իրացնելու շահութարկի, ավելացած արժեքի հարկի, աշխատողների եկամտային հարկի եւ այլն տեսքով հիմնականում Միգայից սպառնալ տրանսպորտների աշխատանքները երկրորդային հումքը պլաստմասայի կարողանում եք օգտագործել պոլիէթիլեն ասենք շշետարների աչքի դեպիչա որպես տեսեք մենք դրա փորձը չունենք ես սկզբում նշեցի որ վերամշակի օգտագործում հիմա սկզբնական ուրեմն մեկ պայմանավորվածություն ունենք պոլիէթիլենը ներմուծեն դրսից որը այո մեզի առաջնահերթ չի ռիսկների ինչ-որ ռիսկեր ունենան դրա համար նախատեսում ենք պոլիէթիլենը ներմուծեն դրսից որ կարողանանք եթե տեսեք ոնց է երիտական կարող ցույց տա որ կարող է ստացի ձեր ասածը կարող է ստացի սովորաբար պոլիէթիլենի վերամշակումից արտադրվող որ արտադրած տեսակը ինքը սննդի մեջ չի թույլատրվում օգտագործել այսինքն դրանից ստանում են այլ տեսակի նյութեր հիմնականում պլաստմասերի իր տարբեր ձևերի որը որ արտադրական կենցաղային
բաներ են ստանում, իսկ մեր նպատակը, որ մենք վերջնական արդյունքում ունենանք փաթեթավորող նյութերի, փաթեթավորող նյութերը հիմնականում սննդի հետ են։ Դրա համար ես քիչ հավանական եմ համարում։ Մենք իհարկե մեր տեխնոլոգիաների կոնսուլտանտների հետ քննարկենք, բայց ես կարծում եմ, որ սննդի արտադրությունը հաշվի առնելով ինձ թվում է մենք ունենք սահմանափակումներ այդ մասում։ Բայց ընկերությունը ունենալու է սեփական լաբորատորիա, ու չեմ բացառում, որ մենք փորձել անենք ու կարողանանք։ Կրկնակի լավ արդյունք կլինի, հանրապետությունից կվերանան նաև այդ փոխանցումները։ Իսկ Մենք ձեռք ենք բերել սեփականության իրավունքով 3-4 հեկտար տարածք, դրա մասով կատարվել են գեոդեզիական, գեոլոգիական ուսումնասիրություններ, արդյունքում պայմանագիր ենք ընկել նախագծող ընկերության հետ, որը որ ներկայումս իրականացնում է նախագիծը։ Մեր նախագծի արտաքին տեսքի հետևյալն է, նախնական էսքիզը արդեն պատրաստ է, հիմա կատարում են կոնստրուկցիոն եւ ունեցած աշխատանքները, մաշինական միջավայրի կանոնականության գնահատման этапը անցնելուց հետո մենք դիմել ենք արդեն ապեզել Ում ենք ապեզել։ ճարտարապետը արտադրության առաջադրանքը արդեն ստացել ենք նաև բոլոր անհրաժեշտ տեխնիկական պայմանները էլեկտրական ցանցերից, բիոլոգիայի մասով, գազից, այսինքն տեղ պայմանների մասով եւ սահմանափակում չունենք այս պահի մեր միակ խնդիրը այս փորձակնությունները անցնել եւ հասնել շինարարական թույլտվության, որ բանի որ մենք ունեցանք շինարարական թույլտվություն, մենք կհամարենք պրոյեկտի սկիզբը, որ արդեն մենք կսկսենք գործարանի շինարարության աշխատանքները եւ մեր միջազգային գործընկերների արդեն կներկայացնենք, որ մենք պատրաստենք սարքավորների մասով միջազգային ֆինանսավորման, վարկավորման ինչ միջոցով եւ վերջնական արդյունքում կգա կստանալու Գործանային փողոցի հետաքրքրվեց էր հասցել, իսկ ձեր մուտքը նախատեսվում է գործանային փողոցից, թե տրասայից։ Մեր կարծիքով երկուսն էլ նախատեսում ենք, որպեսզի հաշվի առնելով, որ մեծամասնություն աշխատակիցներ լինելն է Չարենցավան քաղաքից մուտքը անպայման լինի Չարենցավանի կողմից ևս, բայց մեր լոգիստիկ տեսակետից ավելի նպատակահարմար է, որպեսզի մենք կարողանանք այդ մայրուղու կողմից ունենալ կամորություն են, որը մի քիչ վտանգ է։ Մենք երբ որ ավարտենք վերջնական նախագծումը, մենք միգուցե կդիմենք քաղաքապետարան, որպեսզի մենք հարակից տարածքների օգտագործման նպատակահարմարությունը դեռ համաձայնացնենք, որովհետև մոտեցող ճանապարհները դրանք չեն կարող լինել մեր սեփականությունը, մենք դա պիտի բարեկարգենք, անպայման պիտի համաձայնեցնենք պետական մարմինների հետ, որպեսզի առավել, այսպես ասած, կարճ ճանապարհով կարողանանք ունքի մատակարարում պատրաստի արտադրանքի իրացումը կազմակերպել։ Ինքը բավական մեծ ծավալ է, այսպես ասած։ Ձեր գործին թող հաջողություն լինի, վերականգնեցին կյանքի կոչվելուց հետո, արդեն որպես համայնքի պատասխանատու ձեր տրամադրությունը համայնքի, ձեր արտահայտությունը սոցիալական մարտահրավերների համայնքի ինչ ծրագրեր, ինչ պլաններ ունեք, թե չունեք համագործակցություն համայնքապետարանի ու Չարենցավան համայնքի կյանքի հետ կապված։ Տեսեք, Չարենցավան համայնքը պատահաբար չի ընտրվել, Չարենցավան համայնքը Հայաստանի արդյունաբերական քաղաքներից մեկն է, փաստորեն ներկայումս այս տարածքում կան գործող արտադրամասեր, մետաղի վերամշակում են, տարբեր տեսակի արտադրություններ կան, մենք ևս մասնակից ենք դառնալու համայնքի կյանքի շատ ամենքի ուրախանալու ենք համայնքի հաջողություններով, մեր մասնակցություն ենք անպայման։ Ուրախացումներ շատ կան, չէ՞, դժվար պայքարի փոխից համեմատել։ Ուրախացումներ շատ ինքը ծանր ներդրում է, եթե մենք ներդրումը կյանքի կոչվեցին ենք հաջողություն ունեցանք, հաստատ դուք կհամոզվեք, որ մենք համարի պրոբլեմներից ձեր մասնակցությունից Եվ որ արդեն գործարանի ամուսնու ավագի 350-ից 350 աշխատատեղ ենք ունենալու հաջողությունից բացի մենք համագործակցություն ենք բարոյների հետ։ Համենք ամեն դեպքում շատ բաներ կա, որ քաղաքավորես դիմում ենք, բացում ենք դեպքում տնտեսվարով կա մեծ ներդրմանում, տնտեսվարով կա իրար պայմանագրով սահմանված բանը, եկան որ տալիս իրար սոցիալապես
Պատմականությունը Այսինքն մենք խանգարեցինք մինիմալ փոխադարձ է ամեն ինչը, էլի։ Մենք սենց ասեմ, տարբեր ներդրումներ ենք անում Հայաստանի տարբեր ռեգիոններում, Կոտայքի մարզում ունենք ներդրումներ, տարբեր ձևերի գյուղատնտեսության ներդրումներ, կառուցապատման բնագավառում, կարգաշինական ծրագրեր ենք իրականացնում, ներմուծում արտահանումներ ենք իրականացնում տարբեր տեսակի ապրանքների, ու մեր մասնակցությունը այս երկրի կայացման գործընթացում ունենք որոշակի մաս։ Փոքր հիդրոէլեկտրականներ ունենք, որով էլեկտրոէներգիա ենք արտադրում Հայաստանի Հանրապետության համար։ Ուզում ասեմ, Որ համայնքում էլ ինչ-որ բան անում ենք, աջակցություն ենք, ակտիվություն ենք։ Պարտանեկությունների մասով խոսել եք Բահային հարակից ալափած վարչական բնակավայրի վարչական երկու խոսքով ասենք, որ տարբերություն ծերերովի ստեղծի արտադրության, մենք արտադրում ենք Հայերում։ Չէ, Չինաստան։ Օգտագործել արտադրության մարմարի ապրանքները մոտավորապես 80% եւ դրան ավելացել ապրանքների Չինաստանն այդ։ Կապակցություն է, ու ստացվել է արտադրանք, որը որ դες Սևանին անում, դիտել է մոտավորապես այսպիսի թուղթ, որը մեծ Լոկոտը մենակ Այսի որոնց sense արդյոք որ մառոժնի փաթաթ են բան։ Հա, մենք եղել ենք Ուզբեկստանում։ Էկոլոգիապես մաքուր է։ Շատ տարածված հայվանություն Չինաստանում, գործարաններ կան Եվրոպայում, հիմնականում Գերմանիայում։ Մեր տարածաշրջանում դեռևս որևէ մեկը չունի, տարածաշրջանը Չէ, չի պարզ, չէ։ Ռուսաստանի հարավային շրջանում, Ռուսաստանում։ Այսի ավելի էժան է։ Տեխնոլոգիա, Տրավերտին, մարամր բան, բայց ադխոդներ է սա։ Միայն է եկել 2015 թվականից, նմանատիպ գործարանների արկավերի արտադրողները չինական և հայկական ընկերություններ։ Իրանք բոլորը փորձակնություն անցած են, քանի որ ֆինանսավորել են տարբեր երկրներում միջազգային ֆինանսավորող ընկերությունների կողմից։ Նախնական պայմանավորել ենք ապարանի, կարմիրի, հիմա մենք քննարկումներ ունենք կավերտին արտադրողների հետ, որպեսզի նրանց թափոնները մշակեն ինքը սահմանափակումներ ունի գույնի մասով, քանի որ սպիտակեցող մութ օգտագործում որպեսզի ստանալու թուղթ օգտագործված սպիտակեցնող ունի, դրա համար ինչքան բաց լինի հումքը, հումք ասածը մենք նկատում ենք ցանկացած քարի տեսակ, որը ներառում է կայություն CO3 մոտավորապես 95%-ով բարձր, որի պարունակությունը կայություն CO3-ի գերազանցում է 90%-ով համար հումք։ Գույնը այդքան կարևոր չի, գույնի համար մենք օգտագործում ենք ֆիլտրացիաներ։ Որպես տարբերակ մենք կարող ենք արտադրել ցանկացած գույնի պատրաստի արտադրանք թուղթ։ Դա կարող է լինի կանաչ, կարմիր, մենք չենք գործընթացում ընկերություն ունենալու լաբորատորիա, անպայման մեզ մտող մուտքը պարտադիր ուսումնասիրել լաբորատոր անալիզիա ենթարկելու, որպես տեխնոլոգիական գործընթացը խափանումներ չունենա։ Եթե տեխնոլոգիայում դիրարի այն համարտադրված ասանքավորելով, ինքը կմերի գույնի առով ինքն է։ Միայն գույնը չի, նաև ապացող նյութերը ճիշտ չեն աշխատի, լավ չի մանրանա եւ այլն, ասենք նմանատիպ պրոբլեմներ որպեսզի չառաջանան, մենք այսպես ասած խոսել ենք խոսքան քարոզի կոնտրոլ, ինքնությունի մասով անալիզի պիտի իրականացնենք։ Ինչքան ոդիկների բազաներ են տարբեր ավելի լինի, բայց անցյալը որ Հայաստանը փոքր երկիր այո անկերը տեղով աշխատան տարբեր երկրում շարժական ինքնությունը եւս պատահական չի եղել։ Մի կողմից ասեցի արդյունաբերական քաղաք հետևաբար կադրեր, մյուս կողմից աշխարհագրական դիր եւ ասենք ինքը տարբեր տեղերից ներմուծող ներկայացող հումքը որ օգտագործում է տեխնոլոգիական գործընթացում ինքը կարելի ասել Հայաստանի կենտրոնում է համարել։ Աշխարհագրական կենտրոնն է։ Բան, ես կարող եմ, Հարցները եւի, թունավոր
չկա, արտանետումներ, չունենք, ես ուզում եմ շարունակել։ Գործարաններ ոմանք շատ վտանգավոր են, բայց դե ալրապմետեր մատունը թեների տակ բան է։ Ես մենակ բան, այն մետալուրգիան ավաստացի չի։ Ինքը մի քիչ մեր հիմնական խնդիրը փոշին լինելու, մեր քանի որ մարզական process-ում առաջանում է փոշին։ Միայն չի լինում։ Փոշի արտանետումներ Չէ, փոշու արտադրության մեջ, փոշու դեպքում կարի հիմա Բայց այդ փոշինը դառնում է հում։ Տեսա, իրան հավաքելու Իվանյան, մենք օգտագործում ենք բան շատ մանր, մոտարապես միկրոնի մանրության հումք։ Հետևաբար այն փոշին, որը որ առաջանում է մանրացման ժամանակ, այդ փոշին, որը որ արտանետվում է, մենք դա կլանելու ենք, բերել ենք տեսնենք արտադրություն, որտեղ մեզ անհրաժեշտ է միկրոնի չափի նյութ, որը որ կապակցել ենք պոլիէթիլենով։ Այսինքն, այդ փոշի կոչվածը մեր համար արտադրական հումք է։ Հետևաբար, մենք չենք ցանկանա, որպեսզի այդ հումքը ցնդի գնա շրջակա միջավայր, արտուտի շրջակա միջավայր։ Այսինքն, դա ներկայացված է մեր տեխնոլոգիա։ Դրա համար մենք մանրացման արտադրամասն անպայման ծածկել ենք սենդվիչ պանելներով և տեղիներ են փոշի կլանիչ սարքավորումներ, որոնք որ կլանվող փոշին ուղարկելու են արտադրության որդեսում օգտագործելու համար։ Երկրորդը արտադրության ընթացքում առաջացած թափոնները իրանք վերամշակելի թափոններ են, իրանք հետ են վերադասելու տեխնոլոգիայի սկիզբ և նորից սկսել վերամշակման գործընթացը։ Այսինքն օրինակ ռուլոնը արտադրում, անկյուններից որոշակի բան կտրելու են, որպեսզի արտանքային տեսքի գեղեցիկ լինի հետագայում, ով որ դա ձեռքաբերել օգտագործի փաթաթման դեպքում ամենավերջում եզրերը կտրվում է։ Այդ կտրված նյութը նորից է տակարում տեխնոլոգիական սկիզբ և նորից կտրվում նույն գործընթացում։ ասենք, որ արդեն բնական պայմաններության մեջ սա քայլեն Ես դու բացակայում եք ես ներկայացրեցի, քանի որ ինքը ներառում է 80% քար, 20% կապակցող նյութեր, որի մեջ է նաև պոլիէթիլենը, որի մեջ է նաև սպիտակեցնող նյութը, որը որ օգտագործվում է։ Ու իր կառուցվածքը այնպիսին է, որ փորձերը ցույց են տվել, որ 2-ից 3 տարվա ընթացքում ինքը բնության մեջ քայքայվում է։ Խոսքը վերաբերում է թղթին, որը մենք ենք արտադրել։ Եթե հարցը գնա, որ կարելի է դրանից ստանալ այլ նյութեր, օրինակ կարելի է ստանալ այսպիսի նյութ, սա բնության մեջ չի քայքայվում։ Դա կարտոն պլաստ։ ձեր թղթից արտադրել։ Այս նույն նյութից է, մեր թղթից չի։ Մենք կարող ենք տարբեր հաստության ստանալ։ Մենք սրա նպատակը դեռևս չունենք։ Մենք նպատակ ունենք ստանալու թուղթ, որը որ կարելի է օգտագործել ոչ տպագրության մեջ, պրոդուկտների արտադրության մեջ, կարելի է օգտագործել գունավոր այն թղթերը, որ կան պահպանական փաթեթավորման մեջ, հետագայում տարբեր հաստատություններ ստանալու դեպքում հաշվի առնելով Հայաստանի յուրահատկությունը, որ մենք ունենք մի բանջարեղենի բավական հսկայական պաշար, Հայաստանը արտադրում է նաև, ասենք, պահպանական ասեցի, կա որը ունի -18 ռեժիմ, հաշվեք, որ սրանից պատրաստված արկղը ինքը խոնավության դեֆորմացիաների ավելի կայուն է լինելու դիմացկունությանը ու այն ապրանքատեսակները, որոնք ունեն պահպանման երկար ժամկետ 1 տարի և ավելի, օրինակ սառեցված միսը, սառեցված հավը, սառեցված ձուկը, սառեցված այլն պահպանակը, որոնք որ ունենում են արկղերով փաթեթավորում, այդ արկղերով փաթեթավորումը ինքը ժամանակի ընթացքում սառնարանի ներսում փոխում է ապրանքային տեսքը, քանի որ խոնավություն է կլանում, դրա պատճառով դեֆորմացիոն է։ Այս նյութից պատրաստված փաթեթավորող նյութերը արկղերը իրանք լինելու են ավելի ջրակայուն, հետևաբար ապրանքային տեսքը պահպանելու են ավելի երկար ժամանակ։ Բացի դրանից մենք հնարավորություն ենք ունենալու տարբեր գույների թղթեր արտադրելով, օրինակ ունենալ կանաչ կարմիր դեղի արկղեր, որոնք որ սպეციფიկ կամ ավելի
աչքի համար հաճելի են, եթե օրինակ մի բաժանների պատերազմի մեջ օգտագործել։ Մեր երկրորդ ծրագիրը ստեղծել այնպիսի արտադրանք, որը օգտագործվում է որպես վերջնական սպառ։ Մենք հիմա արտադրում ենք թուղթ, որը վաճառում ենք ուռլոներով, մոտավորապես սա արտադրանքի լինելու, հաջորդ էտապում հաջորդ ներդրումները բերելու են փաթեթավորող արդեն արտադրանքի արտադրության, որի մեջ կլինեն արկղերը տարբեր տեսակի, կարող է լինել տարբեր այլ նյութեր, որի պահանջարկը որ կլինի։ Որ երկրներն են առաջատար այս արտադրության։ Չինաստան, Թայվան։ Ունի Գերմանիաներ։ Գերմանիայում արտադրում են։ Այո։ Իսկ Հայաստանը նմանատիպ արտադրանքներ ունի։ Չեմ կարծում, որովհետև աշխարհում դեռևս ընդհանրապես մի քանի գործարան կա։ Հիմնականը որովհետև իրանք աշխատել են ռուսական կամ տարբեր հայից ստացվող գործարանների հետ, առայժմ ես չեմ կարծում, որ իրանք նորություն անեն, նրանց հետ աշխատել։ Թայվանից կամ Չինաստանից բերել։ Դուք արտահանման վրա հիմնված Չինաստանն Գաչ, ասենք, բլոկ։ Ես նշեցի, կալցիում CO3 ներառող ցանկացած քարատեսակ, որը կստիպանական գործարան։ Եվ մենք կստանանք կարծում, որ իր պարունակության մեջ կալցիում CO3-ը գերազանցում է 95%, ինքը մեր համար անվանում ոնց է կալցիում CO3 անուն ինչ է Ես չեմ բացառում, որ կարելի է 95%-ից ցածր պարունակությամբ ստանալ, բայց չի լինի որակը, որ այս սարքավորման համար է։ Այսինքն միգուցե նաև կան այլ տեսակի իրավունքեր, որ օգտագործում են, մեր նպատակը առաջին էտապում ստեղծել են ինչ-որ ոնց որ աշխարհում բոլորը կիրառում են։ Դրանից հետո իմպրովիզացիա Հա։ իրացման շրջան որն է լինել արտահանման վրա է լինել 70 կարող է նաև 80% արտահանել։ Իսկ որ երկրները Մեր առաքից որ ասենք տեսեք, սովորաբար եթե ասենք ամբողջ աշխարհում նորա տեսա դրա համար ասենք ինչի է ասենք տեսեք ինքնաժողովը շատ ցածր է։ Համեմատությունը հետևյալն է, հա, ցելյուլոզից ստացված թուղթը մոտավորապես $1150 արժեք ունի։ Մենք սովորական թուղթ։ Մոտավորապես այն արժեքն է, որը դա հնարավոր է ձեռք բերել կամ վաճառել։ Ես մեծածախ շուկայական արժեքի մասն եմ ասում։ Մեր տեխնոլոգիան հնարավորություն է տալու դեռևս վերջնական մանր հաշվարկ չունենք, բայց գլոբալ հաշվարկը ցույց է տվել, որ դա մոտավորապես $700 է։ Դա նշանակում է, որ մենք ունենք մոտավորապես 150-200, միգուցե $250 տեղափոխման վրա կատարվող ծախսի հնարավորություն, որպեսզի մեր արտադրանքը հասցնենք աշխարհի այլ երկրներ։ Հիմա մենք մտածում ենք, որ դա մեր տարածաշրջանի մեր հարևան երկրներն են, Ռուսաստանի հարավը, Իրանը, միգուցե Թուրքիան, միգուցե Վրաստանը, չգիտեմ Ադրբեջանը, չենք անում։ Միգուցե եվրոպական տարբեր երկրներ, միգուցե նաև ոնց ասեմ, ասենք այն երկրներ, որտեղ տարբեր ձևերով օգտագործման փաթեթավորում, դա կարող լինի արաբական երկրները, որոնք որ էլի Շատ աշխատում ենք իմ արաբական երկրների հետ։ իսկ մենուց ջուրջ կարացած Եթե արաբների գինը որակը ծրագրեց իրենց փաթեթավորման համար, եթե իրենք օգտագործվելու է լազերային տեխնոլոգիա, ինքը թույլ չի տալիս։ Ոչ մեծ սովորաբար ասում, просто հայերեն ասում, քրեստիանություն է, դերմային մշակում չի բարակը։ Շատ լավ, եթե չկան այլ հարցեր, առաջարկություններ։ Ես ոչ մի արտանետումները ոչ մի վնասակարման չի արտադրում։ Դրա մեջ պոլիեթիլեն օգտագործում են, դա ինչ-որ այլման, տակացման, ջերմամշակման, բան չի, հա, ջերմամշակման, Տեսեք ինքը այս այն մակարդակը ինքը ջերմամշակման ենթարկվում, որ ինքը բայց ինքը ասենք հիմա որ ձեռքով լանում է, ինքը քայքայվող է, ինքը շատ երկար չի կարող արևից, երբ որ չորացավ խոնավությունը մեջ դուրս եկա, որը կոտրսել է։ Մեկ է այս բլոկներն են նայեք, մոտ առնվազն 300, բայց սիմուլյացիոն էֆեկտը կլինի ավելի բարձր, որտեղ մենք օգտագործել ենք ինքը էներգոտապչող է, հաշվի առնելով նաև ֆիզիկական
քանակը, դա մոտավորապես, ասեցի, օրական, եթե 8 հոսքագիծ ավելել ամեն մեկը 24 տոննա, դա մոտավորապես օրական 6-7 մեքենա արտահանում կամ տեղական շուկայում վաճառում, օրական, եւ մոտավորապես այդքան էլ հոգի ներդրում։ Եվ վերջին ինձ հետաքրքրել տնտեսական վերլուծություններ առած կլինենք, ինչքան ինչ աշխատատեղեր, ինչքան աշխատատեղեր 350 բան, ու ինչ միջին աշխատավարձը մոտավոր կանխատեսվող, պլանավորվող մենք մտածում ենք, որ միջին ասածը դա կլինի 250-300 հնարավոր է ինքը լինի ավելի շատ, ավելի բարձր, որ սպեցիֆիկ մարդիկ կրթություն են ստանալու, մարդիկ ուսումը անպայման լինել են մասնագետներ ու հաշվի առնելով, որ բոլորը Այսօրվա էլի մասը էլեկտրոնիկայով ու ինչ մասնագիտություններ տարբեր բանվորից, ինժեներից, մարկետինգական, վարչական, դրա հետ հետաքրքրում նաև բանվորականը այսօր բանվորականի հետ կապված ճանաչման այդքան աշխատա տեղի խնդիր չունի, որովհետև ասենք այդ շինարարության ոլորտում մեզ բոլոր կատեգորիաներ, ասենք բարձրատրման, ասենք բարձր կատարելու աշխատատեղերի ցածրներ կա, էլի Դες ինժեներ-տեխնիկականի հետ կապված։ Տեսեք, մենք ունենալու ենք ծերտորը բանվորականի բարձր, արհեստավորներից սկսած միջավայրականավոր չի։ Կարում են ապահովումների աշխատողը, ինքան կա, որ այդ ջերգեր կարում ճարի բանվոր։ Տեսեք, մենք ասում ենք 60 միլիոն տարեկան արտադրանք դոլարի մասնախոսքը եւ ասում ենք 300 աշխատատեղ։ Այսինքն մեր մոտ արտադրողականությունը բավական բարձր է, հետեւաբար մեր կողմից ներգրավող մասնագետները լինելու են միջինից բարձր որակի։ Մենք հատուկ ուսուցում ենք անցկացնելու անպայման, որովհետև բոլոր սարքավորումները իրանք էլեկտրոնային կառավարման բարդագույցներ ներառող սարքավորումներ են, այսինքն ինժեներատեխնիկական անձնակազմը լինելու է բավական բարձր։ 300,000 մինիմում աշխատավարձ։ Միջինն ենք ասում, որովհետև մենք ունենալու ենք նաև ասենք նույն հավաքարներ, վարկորներ, ունենալու ենք մեր ներքին տրանսպորտային վարկը, ունենալու ենք տարբեր, ասենք, ինչ ասեմ, էլեկտրիկ ենք ունենալու, որը լուսանկար սպասարկելու, ունենալու ենք մասնագետ, որը գազնա սպասարկելու։ Հայաստանի միջինից մեր աշխատավարձը հաստատ բարձր է։ Շատ լավ է դեպքում ամփոփենք, շնորհակալություն եմ հայտնում բոլորի մասնակցության համար, շնորհակալություն ձեզ նախաձեռնելու